Այո, անպայման։ Եթե իրանք հատ այս ստորագրողներին, ներառյալ ինձ, եթե ուզում են իրանք շինարարությունը նպատակին հասնեն, նրանք պետք է գոհացնեն մեզ իրանք փոխհատուցումով։ Եթե չգոհացնեն, կամ պետք է քանդվի, կամ պետք է գնա դենհա։ Կամ պետք է, հա, ինչով որ կարող է 4 հատով լինի, քիչ լինի։ Էդ էլ կա։ Նայած, իմացած։ Եթե այլ բան չկա։ Երեխեք ջան, հիմա այս կողմից էլ մենք ունենք սեփականության խոտ, որ իրանց մեքենաները մենք սեփական տներ ունենք, բոլորս, մենք հերիք չենք անում այս փողոցի վրա քշենք, չենք կարողանում քշենք իրար կողքով, հիմա իմ թորնիկը, որ դուրս գա ասենց հեծանիվ քշի, հաստատ մի բան պատահելու է, դու երաշխավորում ես վաղը, որ իմ թորը ստեղ հեծանիվ քշի, չին գնելու մեքենայի տակ, Ալվարդ Մխիթարյան Նաև մի հարց, 58 հոգեր ծրագրել, ինչու այսքան սակավամարտ ակցիա, ինչու մյուսները չեն մասնակցում։ Որովհետև մարդիկ ասել են, ստորագրել ենք, աշխատանքային օր է, կեսն էլ չեն իմանում, բայց իրանք հասցեներով, հեռախոսի համարներով, իրանք սեփականության թղթերով ներկայացել են պարոն սիրելի Էդվարդ Բաբայանին, իր սեղանի վրա ունենալով 58 հոգու բողոքը, նա ասել է, ես գտնում եմ շինարարությունը պետք է տրվի։ Ճանապարհը փաստացի բացեցին, մինչև սեպտեմբերի 17, եթե չեմ սխալվում, նշեցիք դատական նիստը։ Կրկին նման ակցիաներ եք անել, ինչ եք անել։ Մենք կրկին նման ակցիաներ շատ հնարավոր է որ անենք, շատ կախված է թե իրանց այտենց գործելու ոճից, իրանց պահելաձևից, շատ բաներ կա, որ պետք է մենք հələ հաշվի առնենք։ Իրանք գիտես քանի ժամով են փակում այս շոշերը իրանց ցեմենտի մեքենաներով։ Մենք չենք կարող, այն կողմ գնում ենք, չենք կարող գանք, այս կողմ գնում ենք։ Իրանք այնքան ուղեղները աշխատացրել են իրանց բիզնեսի համար, որ մի կռանը դրել են դեմ դիմաց աշխատացնելու համար։ Այս կռանը սաղ օր մեր գլխի վերև գնում գալի, այդ պատկերացրա ցեմենտի մեքենան որ գալիս է, մենք ամբողջ օրը նստած իրանց ձենի տակ ենք։ Համ անվտանգային է, համ ահա որ շուխուր են դնում այդ օրերին։ Այն աստիճանի, որ ես դուրս եմ գալի, ասում եմ, լավ հերիք է, գլուխներս գնաց, այ մարդ ինչքան կարելի է, ես մի բակով եմ տարբերվում իրանից։ Իրանք հենց մեր պատի հետևն են, հետո որ ես 8 հարգը կանգնի, խնդրում եմ դուք ինձ բացատրեք, 2 հատ 8 հարկ, սա սեփական տների մեջ, մեկ է ժողովրդի հետ, ոնց են կարենալու մեր սեփական տան մեջ ապրենք, բացատրեք հլը, 64 հատ տուն 2 հատ, աբսուրդի թեմայից է։ Շինարարության հետ կապված մի հարց, այս կռանի հետ կապված որ ասում մեր գլխի վրա այով գնում է փողոցը։ Ում գլխի վրայով։ Հիմա մեր գլխի վրայով էլ է։ Նկատի ունեմ, հա, բնակիչները սա։ Հիմա կռանը, օքեյ, այո, եթե օրենքով չլներ, բանը վարչական համայնքը կգար կտուգաներ կամ կապամոնտաժեր կամ քաղաքին տեսչությունը։ Այդ տպավորությունից տեսնում որ օրինակ շինարարություն անելուց պետք է անես, որ առանց կռան անես, առանձնան տես չի լինում։ Մի կռանից կողմը։ Չէ, այս մի կռանն է, մինչև շենքի վրա է, ոչ մեկի տան վրայով չի։ Հիմա նայեք տեսեք ում տան վրայով է։ Կառուցողները հետ մարդկանց առողջությունը նորմալ է, հա։ Ինչ ալնում կռա, առողջությանը ինչով է վտանգ։ Ընդհանրապես կռանը տակ չի թույլատրում կանել ոչ մի ձևի դաժե բանորը չի։ Դրա համար է երևի չան։ Հա, հենց այդ համար, Մեսի չի կարելի, էսի անօրինական է։ Հոգում եք շարունակում եք մեր աշխատանքները։ Էսիկ նախինում բաժանվել է մեր գյուղացիներին տվել են որպես մի հոգի 700 մետր։ Չեն տվել որ 15 հոգի կամ 64 հոգի բերեն մտցնեն են այս 700 մետրի մեջ։ Եթե այտենց էր, այն ժամանակ կտային 15 հոգի, 20 հոգի էս մի հողակտորերը։ Էդի քիչ է հենց։ Հիմա որ այնուամենայնիվ մի րոպե սա եղել է գյուղի նշանակության հողը, ճանապարհները եղել է նեղ։ Բա ո՞նց կարելի է բերել բան շարունակվելու է ինչ որ ամենը լինելու է, ինչա։ Կռանը որտեղ է թույլատրում մեքենաներ գնան ժողովրդը, կռանը ապրանք տանի բերի։ կառուցապատողը մի քիչ վերև է, ճիշտ է։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ Մի քիչ բայց իրան կառուցապատողները ստեղ տներ ունեն։ Իրանց տների կողքը կյանքում սենց բան չէին սարքի, ես ասում եմ քիչ ես տանում սարքես քո տան կողքը, առինջում տներ ունեն իրանք։ Իրանք ստեղ ինչեր այդ կառուցապատողը մեգի անուն է, ինչեր։
Ես Մեգինա Արտյոմա ինչ որ այն միսենի չեմ հիշում, իրանք 3 հոգով են։ Հիմա պատկերացա իրանք եկել են ընդեղից հսկում են մեր տների կողքը, մեզ անհանգստություն տալով, գնում են հանգիստ իրանք տունը քնում են, իրանք սեփական տների միջավայրում։ Այդ աղմուկը, այդ ամեն ինչը, այդ փոշին, ամեն բանը, չհաշված որ պատրաստ են 8 հարգը մեր աչքի առաջ, մենք ենք ուտելու։ Այ բալամ, գնա, քո հաշվին փող աշխատի։ Դու քիս եկե իմ առողջության, այս մարդկանց առողջության հաշվին փող աշխատում։ Աշխատի, ասենք ապրես, գնա վայելի։ Իմ խոսքի ես հետ մտադիր չեմ, որ այս շինարարությունը շարունակվի ու ամեն ինչ